Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի առազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Աստուծո փառք եւ գոհություն, որ արդեն գտնվիմ հայրենի մեր դան մեջ։ Ամեն անգամ որ հայրենի կուքամ հոգիս մեջ դարբեր ցնծություն մգսկամ եւ երակներուս մեջ մաքուր արյունը որ գոսի։ Ամբողջ հայրենիքը ծածկված է սպիտակ սավանով։ Աստված բաբան երկինքեն իր ծյունը գդեղացնե եւ գմակրե երգիրը եւ սրտանց կաղոթեմ, որ այսօր դերը իր սուրբ հոգին մեր բոլորին մեջ իջեցնե եւ հոգիով մաքրվենք սիրելներ։ Մանավանդ որ այսօր հին դոմարով Երուսաղեմի մեջ հայոց մեր բադրիարքությունը եւ ժողովուրդը Քրիստոսի սուրբ ծնունդը եւ Քրիստոսի սուրբ մգրդությունը գդոնախմբե, ինչպես որ Քրիստոսի մգրդության ժամանակ երկինքը բացվեցավ եւ սուրբ հոգին իջավ, այդպես ալ թող երկինքը բացվի հայոց աշխարհի վրա եւ սուրբ հոգին իջնե ու մեզ վերանորոգե եւ մենք զղջումնալից հոգիով Դավիթ մարգարեին պես ինչպես 51-րդ Սամոսի մեջ ասավ, սիրտ սուրբ հաստատիայիս Աստված եւ հոգի ուղիղ նորոգիայի փորիմում։ Խնդրենք Տիրոջմեն, որ մաքուր սիրտ հաստատե մեր բոլորին մեջ։ Նորոգե մեր հոգին, որբեսի սիրելներ հայրենիքի նկատմամբ նվիրված լանք, իրարու նկատմամբ սիրով լանք եւ Աստուծո նկատմամբ սիրելիներ հավատքով ու հույսով լեցվինք։ Սիրելի քույրեր եղբայրներ, իսկապես Աստուծո փառք եւ գոհություն իր ողորմության համար։ Ինչպես նշեցի արդեն, որ այսօր Երուսաղեմի մեջ մեր ժողովուրդը եւ քրիստոնյա արևելյան ժողովուրդները Քրիստոսի սուրբ ծնունդը, մեր ժողովուրդը ծնունդը եւ մգրդությունը գտոնե աստվածայտնությունը, իսկ մյուս քրիստոնյա ազգերը Քրիստոսի աստվածայտնությունը, այսինքն մգրդությունը։ Եկեք սիրելներ, քանի մփարով ցեզի բատմեմ դոմարի մասին։ Դոմար կնշանակե թվական, ինչպես որ ամենուս կյանքը եւ ամբողջ աշխարհը ուրեմն թվականով է որ գարաչնորթվի։ Այս տարի 2026 թվականն ենք։ Այսօր հունվարի 19։ Անցյալին հին ժողովուրդները ունեցած են իրենց անձնական դոմարները, թվականները, ինչպես եգիպտացիները, ինչպես մենք հայերս Ռևոնտ Ալիշանի ուրեմն հաշվարկներով մեր թվականը կսկսի այն ժամանակեն, երբ Հայգ Նահաբեդը հաղթեց Պելին եւ Ռևոնտ Վարդապետ Ալիշանը գնշի այդ թվականը Քրիստոսեն առաջ 2492 տարիներ առաջ։ Եվ եթե այդ թվականին վրա սիրելներ ավելցնենք նաեւ 2026 թվականը, հետևաբար այս տարի 4518 տարի է որ հայ ժողովուրդը որպես ժողովուրդ գոյություն ունի։ Այդ թվականը կգոչվի սիրելներ հայգյան թվական, հայկական դոմար։ Եվ մեր թվականը լուսնային թվական էր սիրելիներ, դարին ուրեմն ուներ 12 ամիս 30 օրով եւ առավել 5 օրալ ավելյաց օրեր։ Մեր դարվան բոլոր ամիսները գգրեին հայկական անուններ ըստ ավանդության Նոյ Նահաբեդի ուստրերուն եւ դուստրերուն զավակներուն անուններով։ Նաեւ սիրելներ դարվան ուրեմն ամիսներու օրերը գգրեին անուններ, հadouk անուններ հայկական։ Ամեն օրը նաև հավելյաց այդ 5 օրերը անուններ ունեին։ Նաև շաբաթները ունեին իրենց անունները։ Նաև 24 ժամերը ունեին հadouk անուններ։ Ինչու համար մենք հունվար 1 գտոնենք։ Ամբողջ աշխարհը որպես ամանոր, որպես նոր տարի։ Քրիստոսի առաջ 46 թվականին Հուլիոս Գայսրը որոշեց սիրելներ հռոմեական թվական հաստատել։ Եվ հետևաբար գանչեց մաթեմատիկոսներ, թվապանակետներ,
դոմարակետներ եւ գազմեց թվագամը։ Եվ այդ թվականը դոմարը գոչվեցավ Հուլյան դոմար, որ սկսավ հունվարի 1-ին։ Ինչու հունվարի 1-ը? Հունվարը հռոմեական սիրներ չաստված մներ Յանյուս անունով, որ երկու թիմակից ուներ, մեկը դեպի առաջ նայող, մեկը դեպի հետև նայող։ Հետևաբար եւ անիկա կնկատվեր սիրելներ ամեն սկիզբներու եւ ամեն վախճաններու չաստվածը։ Հետևաբար հունվար 1-ը հաստատվեցավ որպես ամանոր նոր դարի։ Ուրիշ ազգեր ամանորը գտոնեին սիրելիներ դարբեր ժամանակներու, ինչպես Քարնանասկիզբին, ինչպես որ այսօր բարսիկները Նավրուզը գտոնեն։ Գամ հայերս մեզի համար ամանոր էր Նավասար 11-ը, որ այսօր կհամապատասխանե այսօրվան թվականով օգոստոսի 1-ին։ Եվ Հուլյան թվականը սիրելներ սկսավ դարածվիլ բոլոր այն վայրերու մեջ, ուր որ հռոմեական գայսրությունը գրավեց եւ իր գայսրությունը դարածեց։ Նիկիո ժողովին 325 թվականին եկեղեցվո հայրերը որոշեցին, որ Հուլյան թվականին Քարդան քիշեր հավասարին, այսինքն մարտի 21-ին հաջորդող գիրագյորը զադի գտոնել։ Եվ այդպես ալ սկսան գադարել։ Սակայն ինչ պատահեցավ։ 325-ին մինչև 1582 թվական Հռոմի Գրիգոր 10-րդ բաբը դեսավ, որ այս թվականը ավելյալ օրեր ուներ։ Հետևաբար Զադիգը, որ որոշված էր Քարդան քիշերավասարի, այսինքն մարտի 21-ի հաջորդող գիրագին դոնել, 10 օրով յետե մնացած էր եւ եղած էր մարտ 11 քիշերավասարը։ Անորամար գանչեց գիտնականները եւ գազմեց նոր դոմարը 1582 թվականին հոկտեմբեր 4-ը, որ սիրելիներ գուկար 5 շաբթի հաջորդ օրը հոկտեմբեր 15 եղավ ուրբաթ հոկտեմբեր 15, որովհետև 325 թվականին մինչև 1582 թվական ամեն 128 դարին անգամը օրը ավելցած էր։ Հետևաբար 10 օրերու այս առավելությունը ելա բացեցուց եւ այդպիսով սիրելիներ սկսավ նոր դոմարը, որ կգոչվի Գրիգորյան դոմար։ Ժամանակի ընթացքին աշխարհը ամբողջությամբ սկսավ Գրիգորյան դոմարը որդեգրել, որպես վերջնական դոմար։ Ռուսաստանը սիրելներ 1917-ի նոյեմբերի 7-ին երբ որ հեղափոխությունը ըրավ, անիկա սիրելներ հին դոմարով էր, նոր դոմարով անիկա գոչվեցավ հոկտեմբերյան, ուրեմն ապստամբություն կամ հեղափոխություն։ Եվ երբ որ Հայաստանը սովետական միության իշխանության տակ եկավ 1920 թվականին սկսյալ Հայաստանն սկսավ Գրիգորյան դոմարով իր թվականները հաշվարկել։ Բայց օրթոդոքս եկեղեցիները եւ նաեւ Երուսաղեմի մեջ հայոց եկեղեցին Գրիգորյան դոմարը չորթեգրեցին, այլ բայեցին Հուլիոս Գեսարին Քրիստոսի առաջ 46 թվականի որթեգրած ուրեմն կամ նշանակած դոմարը։ Անոր համար Երուսաղեմի մեջ եւ նաեւ օրթոդոքս աշխարհի մեջ եկեղեցական դոները կգադարվին ոչ թե համացայն Գրիգորյան թվականին, այլ համացայն Հուլյան թվականին։ Եվ սիրելներ 1582 թվականին սկսյալ Գրիգորյան դոմարը մինչև այսօր 13 օրերու դարբերություն ունեցավ։ 2100 թվականին մեզ մեջ եմ գիտեր ովքեր ողջ պիտի մնան 2100 թվականին սիրելներ այդ դարբերությունը պիտի լա ոչ թե 13 օր, այլ այդ դարբերությունը պիտի լա 14 օր։ Բայց քանի որ մենք այս ժամանակի ապրող մարդիկ ենք, այսօր սիրելիներ, ինչպես ըսի գգրտեմ Երուսաղեմի մեջ հայերս գդոնախմբենք Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության մգրտության դոնը։ Բոլորիդ կսեմ եւ մանավանդ Երուսաղեմի մեր եղբայրներուն եւ քույրերուն աստղագիցներուն Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրտնյալ է Աստվածահայտնությունը Քրիստոսի, ցեզի եւ մեզի մեծ ավետիս։ Եղբայրներ եւ քույրեր, հաջորդող օրերուն հայրենի մեր դունեն ցեզի ամենօրյա
նախաճաշներ պիտի հրանցնեմ։ Թեև Թուրսը սիրելիներ ծուրդ է, թեև գծուն է, սակայն դակ հոգևոր նախաճաշներ ցեզ պիտի հրանցնեմ։ Սակայն խնդրանքս է, որ այսօր այս նվիրական օրը աղոթք բարձրացնենք երկնավոր Տիրոջ եւ խնդրենք մարմնացյալ փրկչեն Հիսուս Քրիստոսեն, որ ինչպես որ դերը հաջեցավ եւ օրհնեց մեր հայոց աշխարհը եւ այստեղ էջ կատարեց, էջ միածին գաղութեմ եւ աղոթեցեք սիրելներ, որ դերը այսօր էջ կատարե մեզ մե յուրաքանչյուրին սրդի մեջ, որ մենք ալ դերը սիրելներ ընդունենք մեր սրդի մեջ։ Տիրոջ էջքը մեր հոգիներու մեջ վերափոխե մեզ, վերանորոգե մեզ, հոգեբես, որբեսի մենք կարողանանք սիրելիներ սրբությամբ ապրիլ, քրիստոնեական հավատքով ապրիլ։ Թող այս սույնի նման Սուրբ Հոգին շնորհքները զորացնեն մեզ, լեցնեն մեզ, մաքրեն մեր սիրտը, հոգին, միտքը, մտածումը եւ սիրելներ աղոթենք, որ Աստված անսասան բահե հայոց pedagogiությունը, Աստված օրհնե, բայցարացնե հայոց եկեղեցին, Սուրբ առաջնորդներով, առաջնորդվինք սիրելիներ թեպի Քրիստոս։ Ես սրտանց գաղոթեմ հայրենի սահմանները պաշտպանող մեր զավակներուն, մեր զինվորներուն համար, որոնք այս ծուրդ օդին սիրելներ, սակայն անոնց արտնությամբ է, որ հայոց սահմանները գանկուն կբնան, թող ռեշտակները բահաբան, անոնց կողքինը լան, որբեսի թշնամի ովև մեկ ոդանցկություն մեր հայրենիքը սիրելներ խառնակ վիճակի չվերածե։ Գաղութեմ, որ բարի ծառայություն կմաղթեմ բոլոր հայ զինվորներուն, որ առանց փորձանքի իսկապես սիրելներ առանց փորձանքի ունենան իրենց ծառայությունը եւ դուն վերադառնան, ոչ ներքին փորձանքները լան, ոչ ներքին արգածները լան եւ ովևէ մեկու ցանկը չխրե ինչ որ դժբախտաբար գտեսնենք։ Խաղաղություն կմաղթեմ սիրելիներ ամբողջ աշխարհին, հատկապես այսօր Սուրյո մեջ մեր դարաբող եղբայրներուն եւ քույրերուն։ Թող Աստված խաղաղություն տա Սուրյո, Լիբանանի, Բարսկաստանի մեջ ալ գտեսնենք սիրելիներ ինչ ահավոր վիճակներ կան։ Աստված թող խաղաղություն տա բոլոր հոգիներուն, ղեկավարները սիրելիներ Աստուծո վախով ապրին, չար ղեկավարներու ամբողջ ծրագիրները չրվին եւ իսկապես որ մարդոց միջև հաջությունը լա, ինչպես որ ռեշտակները Քրիստոսի ծնունդին ավետեցին եւսին, փառք ի բարձունս Աստուծո եւ երգիր խաղաղություն ի մարդիկ հաջություն։ Աղոթենք սիրելիներ մեր նահատակ զավակներուն համար, անոնց մարմինները երապլուրի մեջ այս ծուրդ քարին դակ գահանչին, սակայն անոնց հոգիները Տիրոջ ներկայության են, չերմության մեջ։ Անոնց է որ պիտի միանանք սիրելներ, փառք ու բադիվ անոնց, որովհետև անոնց շնորհիվ է որ այսօր մենք հայրենիք ունենք ու մենք գաբրինք մեր հայրենի հողին վրա։ Մխիթարություն մեր ծնողներուն, բոլոր ծնողներուն, որոնք զավակ կորսնցուցին, մխիթարություն սիրելներ բոլոր երիտասարդ այրի մնացած գիներուն եւ զավակներուն, որ մնացած զավակներուն, Աստված իրենց սրբությամբ մեծնե եւ հավատքով առաջնորդվին։ Առողջություն նաեւ խեղությունը ստացած մեր եղբայրներուն եւ քույրերուն, Աստված բժշկություն տա անոնց, Աստված բժշկություն տա հիվանդանոցներու մեջ կամ դուներու մեջ, հոգեգան կամ ֆիզիկական հիվանդություն ունեցողներուն, անոնք որոնք մոլորած են ետ վերադառնան, անոնք որոնք աղանդավորներու քիրգի ինգած են կամ սխալ ճամփաներու մեջ եղած են, Տիրոջ վերադառնան եւ ամենքս որպես ազգ հավատքով զինվինք սիրելներ, փայլինք, լուսապայլինք եւ մաքրված հոգիով Տիրոջ անունը փառավորենք բոլոր ազգերուն մեջ։ Հետևաբար այս սպիտակ ծմերնային վայրեն հայրենիքեն սիրելներ գողջունեմ ցես բոլորդ եւ բոլորիդ կմաղթեմ առողջ կյանք, խաղաղություն եւ փյուր օրհնություն։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունն Քրիստոսի, ցեզի եւ մեզի մեծ ավետիս։ Աստված ցեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։